Եղել է այնպիսի պահ, որ ձեզ ինչ-որ մեկը թեկուս չնչին ձևով, բայց նեղացնի, որ դուք այդ տաղանդը չունեք, ձեր բախտը բերել է ուղղակի, որ դուք այսինչից երեխաներն եք։ Ես վստահ եմ, որ եղել է։ Հա, ամեն մեկից մոտ էլ եղել է այդ փուլը այդ կյանքում, բայց որ արդեն մենք սովորական ենք այդ ամեն ինչին արդեն։ Հոգեբանական ծանր իրավիճակների մեջ չգցել, այս տրավմաներ չի տվել ինչ-որ։ Նորմալ է, որովհետև իրանք ովքեր որ ուզեցել են մեզ նեղացնել, իրանք ուղղակի չեն հասկանում այն չգիտեմ, մեր այն կյանքը, որով որ մենք ապրել ենք ու այն process-ը ինչի միջով որ անցել ենք մենք։ Ես մտածում եմ, որ ընդհանրապես դու եթե նույնիսկ անես աշխարհի ամենալավ գործը, միշտ լինելու է 10%, որը քեզ միշտ քննադատելու է։ Այդ կոմենտները, հա, այդ կոմենտները պապան առաջաբրդում, ասենք ինչ-որ բաներ կան էլի մեր հասարակության մեջ, այդ ամեն ինչը որ ես այդ 10%-ի մեջ եմ համարում ու ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում։ Իմ նպատակներից մեկը այն է, որ ես ինքս ինձնով, բնականացնողների օգնությունը միշտ կա, ինքս ինձնով հասնեմ այն կետին, որ նույնիսկ այդ 10%-ը չլինի։ Ուրախ եմ, որ սենց պարալել նույն բանի մասին խոսացիք, սինխրոն։ Ես կարամ պատկերացնեմ, որ դա նաև մոտիվացիա է տալի ձեզ, որպեսզի դուք ինքներդ ձեզանից ինչ-որ մի բան ներկայացնեք, որ վերջապես ապացուցեք, որ դուք ինքներդ ձեզանով եք ինչ-որ մի բան նշանակում, այլ ոչ թե ձեր ծնողների օգնությամբ, դա շատ կարևոր է։ Ու ինձ թվում է ավելի մեծ պարտականություն է նաև դա ձեր վրա դնում, որպեսզի դուք ավելի եւ ավելի խորացված աշխատեք, ավելի լավ սովորեք, ավելի լավ հարցունքների հասնեք, որպեսզի մարդիկ տեսնեն, որ դա ձեր քրտնաջան աշխատանքն է եւ դա դուք եք անում, ոչ թե ինչ անում ենք բոլորի համար ենք անում, որ լավ բան մատուցենք մեր հանդիսատեսին ու հանդիսատեսի ժպիտները չպակասի։